Ողջունում եմ ձեզ իմ ալիքում։ Ես ցանկանում եմ նոր հաղորդաշար սկսել ընտանիքի մասին։ Եթե այն ձեզ հետաքրքրում է, ապա գրեք կոմենտներում կամ պլյուս դրեք։ Այս թեման շատ ծավալուն է։ Այս թեմայով բազմաթիվ գրքեր են գրվել։ Բայց այսօր ես ձեզ հակիրճ կներկայացնեմ հիմնական սկզբունքները։ Հարկ եմ համարում սկզբից ասել, որ երեխաներին պետք է սիրել։ Տեսնենք ինչ են ասում հոգեբանները դրա մասին։ Հոգեբանները ասում են, որ նևրոզների կամ նևրոտիկ վիճակների առկայությունը 90%-ով դեպքերում հայտնաբերվում է այն մարդկանց խմբերում, ովքեր մանկության տարիներին ծնողներից հուզական մտերմություն չեն ստացել։ Չսիրված երեխայի համախտանիշը սովորաբար ազդում է անձի հիմնարար ասպեկտների վրա։ Ինչպիսիք են ինքնագնահատականը, հասարակության մեջ սոցիալականացումը և հուզական ինտելեկտը։ Եթե երեխան մանկության տարիներին ինչ-որ բանի պակաս է զգացել, ապա նա անկասկած կփորձի դա փոխհատուցել հասուն տարիքում, առանց գիտակցելու դա։ Այս մարդկանցից շատերն իրենց ողջ կյանքի ընթացքում հուսահատորեն փորձում են փակել ներսի դատարկությունը, սպասելով, որ մեկ ուրիշը հայտնվի և սիրի, աջակցի, գովի, պաշտպանի, հոգ տանի։ Դիտարկենք 10 հիմնական նշանները, որոնք ցույց են տալիս, որ մեծահասակն ունի չսիրած երեխայի համախտանիշ։ Երջանիկ լինելու անկարողություն, անվստահություն այլ մարդկանց և ամբողջ աշխարհի նկատմամբ, նևրոտիկ հարաբերություններ, չարաշահումներ, կախվածության հակում, սնման խանգարումներ, ալկոհոլի չարաշահում և այլն, սխալվելու վախ, սեփական երեխաների դաստիարակության հետ կապված խնդիրներ, ցածր ինքնագնահատական, հույզերը կառավարելու և արտահայտելու դժվարություններ, խոցելիություն, հոգեկան խնդիրներ, անհանգստություն, խուճապի նոպաներ, դեպրեսիա։ Կլինիկական հոգեբանը Կալիֆոռնիայից ասում է, երբ երեխային անտեսում են, մերժում կամ բռնության են ենթարկում, չսիրված լինելու զգացումը խորանում է, պահպանվում և ազդում է այդ անհատի կյանքի բոլոր ոլորտների վրա։ Իհարկե, այդպիսի մարդկանց կարելի է օգնել, բայց դա մեկ այլ թեմա է։ Ես կարևորում եմ խոսել նրա մասին, որ երեխաներին պետք է սիրել, շատ սիրել։ Սա նրանց երջանիկ, առողջ, հաջող ապագայի բանալին է։ Ինչպես երես չտալ։ Նախ ասեմ, երես տալը և սիրելը իրար հետ ընդհանրապես կապ չունեն։ Երես տված երեխաները հասուն տարիքում դժբախտ են, անհաջողակ և շատ տրտմություն են պատճառում իրենց ծնողներին, ինչպես նաև չսիրված երեխաները։ Հիմա եկեք տեսնենք, թե որ մեր գործողությունները փչացնում են երեխաներին։ Մենք կարող ենք երեխաներին երես տալ 3 հիմնական ձևերով։ Առաջինը, մենք չենք դադարեցնում երեխայի վարքագծի կանոնների խախտումը։ Երեխան պետք է սովորի հարգել կանոնները։ Օրինակ, ծնողների հետ միայն քաղաքավարի խոսելը, դիմելը նրանց խնդրանքներով, ոչ թե պահանջներով, իսկ եթե ինչ-որ բան երեխային դուր չի գալիս, սովորեցնել, ոչ թե վիրավորել և մեղադրել, այլ քննարկել։ Օրինակ, երեխան լացում է, ոտքերով է խփում, դուռն է զարկում, որովհետև նա վրդովված է։ Երեխաներին պետք է սովորեցնել գալ, խոսել ծնողի հետ, պատմել, թե ինչն է նրան հուզել։ Ծնողն էլ իր հերթին պետք է համբերատար լսի և սիրով բացատրություն տա։ Եթե ծնողն էլ իր հերթին բորբոքվի, բարկանա և բարձր ձայնով սկսի խոսել երեխայի հետ,
Բնականաբար երեխան պետք է կրկնօրինակի։ Հետևաբար, մենք երեխային սովորեցնում ենք պահպանել ձևաչափը և պահանջում ենք, որ նա իրեն պատշաճ պահի շրջապատի մարդկանց նկատմամբ, բարեկիրթ և հարգալից։ Եթե երեխան իրեն լկտի և անհարգալից է պահում, մենք նրան անմիջապես կանգնեցնում ենք։ Ես գիտեմ դեպքեր, երբ երեխան լկտի է իրեն պահել ծնողի հետ։ Ծնողը կանգնեցրել է երեխային։ Երբ երեխան նույն ձևով վատ է իրեն պահել տատիկի կամ պապիկի հետ, ծնողը չի կանգնեցրել։ Ընդհակառակը, հետագայում անգամ պատմել է, թե ինչ խելացի է իր երեխան, ինչպես կարողացել է այդպես պատասխանել։ Այս իրավիճակում, երբ ծնողը կարծես թե աննկատ գովում է իր երեխային, երեխան դա լսում է և հասկանում այդ խոսքը որպես գովասանք։ Երեխան պետք է իմանա կանոնները և սահմանները, և դրանց հնազանդվել պետք է միշտ։ Երկրորդը, մենք երեխայի համար անում ենք այն, ինչ ինքը կարող էր անել իր համար։ Ով պետք է հավաքի թափռտած խաղալիքները, ով պետք է դասերը գրի, ով պետք է պայուսակը հավաքի դպրոցի համար։ Մայրերը հաճախ երեխայի համար անում են այն, ինչ նա վաղուց կարող էր անել ինքն իր համար։ Օրինակ, մի բաժակ ջուր լցնի իր համար, վերցնի թխված կաբլիթը, կեղտոտ աբսենտ դնի լվացարանի մեջ, հավաքի խաղալիքները և այլն։ 4-ից 5 տարեկան երեխան կարող է դա անել, բայց և մայրը և երեխան սովոր են, որ այդ միշտ անում էր մայրիկը։ Ուստի մայրերը պարզապես պետք է ժամանակ առ ժամանակ ստուգեն, թե երեխան ինչ կարող է անել ինքն իր համար և ժամանակին փոխանցեն լիազորությունները։ Այսպիսով, քայլ առ քայլ երեխան սովորում է պարզ ու անհրաժեշտ հմտություններին։ Եվ հետո մայրը ստիպված չի լինի նյարդայնանալ, քանի որ իր երեխան ոչինչ չի ուզում անել։ Հետևաբար, երես առած երեխան մեծանում է այնպիսի ընտանիքում, որտեղ մեծերը երեխային տալիս են բազմաթիվ իրավունքներ, իրենց վրա վերցնելով բոլոր պարտականությունները։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ամենաանկախ և պատասխանատու երեխաները մեծանում են այն ընտանիքներում, որտեղ երեխաներին չեն վերաբերվում որպես երեխաների, այլ նրանց դիտում են որպես մեծահասակների, միայն փոքր մեծերի։ Այն ամենը, ինչ երեխան կարող է ինքնուրույն որոշել և անել, առանց առողջությանը վնասելու, թող ինքն անի։ Իսկ ծնողների գործն է առաջարկել, խորհուրդ տալ, բացատրել։ Ի դեպ, երեխաներն ավելի ուշադիր են լսում իրենց ծնողներին, եթե տեսնում են, որ ծնողներն իրենց մեծահասակների պես են վերաբերվում։ Հետևաբար, այն ամենը, ինչ երեխան կարող է անել ինքն իր համար, թող անի։ Եթե չգիտի, սիրով սովորեցրեք։ Երրորդը, մենք ենք լուծում երեխաների խնդիրները։ Ով պետք է ներողություն խնդրի ուսուցչից, եթե երեխան դասընկերոջը կոպտել է։ Իհարկե, առաջին հերթին ինքը երեխան և հետո նոր ծնողը։ Սա պատասխանատվության դաստիարակություն է։ Երեխան պետք է սովորի պատասխան տալ իր իսկ գործերի համար։ Իհարկե, ամեն տարիքի համար իր համապատասխան ձևով։ Այստեղ հիմնական դժվարությունն այն է, որ մայրերը սիրում են խղճալ իրենց երեխաներին։ Մինչև վերջ խուսափում են կոշտ միջոցներ կիրառելուց և վախենում են կորցնել կապը երեխաների հետ։ Սրանք բոլորը ծնողական սխալներ են։ Ողջամիտ վերաբերմունքը չի ոչնչացնում երեխայի հետ շփումը, այլ հակառակը, ստեղծում է այն։ Հետևեք այս 3 կանոններին։ Սիրեք ձեր երեխաներին, դաստիարակեք սիրով նրանց, արտահայտեք ձեր սերը զգացմունքներով, գրկեք նրանց, համբուրեք, խաղացեք միասին, գիրք կարդացեք, զբոսնեք միասին։ Եվ հիշեք, սիրո արտահայտությունը երբեք չի փչացնում երեխաներին։ Ընկերացեք ձեր երեխաների հետ։
Իսկ կխնդրեի ձեզ, որ գրեք կոմենտներում։ Ինչ թեմաներ կուզենայիք տեսնել իմ ալիքում։ Ինչով կարող եմ ձեզ օգտակար լինել։ Աստված օրհնի ձեզ և ձեր ընտանիքները։